Փակված չէ Արցախի հարցը։ Ազատության հրապարակում տեղադրված իրենց վրանում արցախցիները շարունակում են ընդունել Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերին։ Քաղաքական կոնսուլտացիաներից հետո են որոշելու իրենց անելիքը։ Համատեղ համագործակցության որոշում ենք ընդունել և մենք մեր մասով ամենայն կերպ աջակցելու ենք Արցախի ժողովրդի, արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերում։ Երեկ հայտնի դարձավ, որ իշխանությունը պատրաստ է ևս մեկ ամսով երկարաձգել Արցախից բռնի տեղահանվածների աջակցությունը, եթե նրանք Ազատության հրապարակից հեռացնեն վրանը։ Առաջարկը բռնի տեղահանվածներին արել են ապրիլի 7-ին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ երկրորդ հանդիպման ժամանակ։ Այդպիսի զիջում չի լինելու, պատասխանում է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Խորհրդի անդամները իրենց կազմած 12 կետանոց պահանջագրի շուրջ են փակ քննարկումներ անում քաղաքական ուժերի հետ։ Երբ որ Արցախի ինստիտուտները գործում են Հայաստանի Հանրապետությունում, մեր ժողովրդի մոտ, որոշների մոտ, նաև ղեկավարության մոտ Հայաստանի Հանրապետության թող թուրմ կարծիք չձևավորվի, որ, չգիտեմ, երկրորդ պետություն է գործում։ Չորեքշաբթի ՔՊԱ-կան պատգամավոր Արսեն Թորոսյանն էր Facebook-ի իր էջում գրել, թե Հայաստանում չկա և չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ։ Այդպիսի փորձերն էլ նրա խոսքով պետք է արժանանան խիստ քաղաքական և իրավական գնահատականի։ Ընդհակառակը նրանք գործում են, որպեսզի Արցախի ժողովրդի իրավունքները պահպանեն և հետ վերադարձի խնդիրների ուղղությամբ համապատասխան աշխատանք տանեն։ Փորձում են իրականացնեն ատելության, տարանջատման, շարունակական միջև պետական մակարդակով ներկայացուցիչների կողմից։ Մենք այդ ուղղությամբ վրա ենք աշխատում, աշխատելու ենք ու հաջորդ հանրահավաքը ցույց է տալու, որ սա ստեղ մենակ արցախահայությունը չի, ստեղ ընդհանուր ազգովի պայքար է։ Չնչին են Արցախի ժողովրդի թողածի կողքին բռնի տեղահանվածների համար Հայաստանի ղեկավարության իրականացրած սոցիալական ծրագրերը, ասում է Հայաստան խմբակցության ղեկավարը։ Այլընտրանք չունի Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի աջակցություն այնքան ժամանակ, որքան որ Հայաստանում պայմաններ կստեղծվի և ամենակարևորը կկանխարգելի Արցախի ժողովրդի արտագաղթը նաև Հայաստանի Հանրապետություն։ Միայն արցախահայերի համայնքը Հայաստանում պահելը կարող է բաց պահել Արցախ վերադարձի հույսը։ Այստեղ հավաքվածները խոստանում են մինչև վերջ անել հնարավորը, որ համայնքը չարտագաղթի։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։